Այս դասին կանցնենք ձևավորում, փոքր ձևավորում, մի քիչ ձևավորենք մեր գոյություն ունեցող բոլոր օբյեկտները, ինչ որ կա այս հրահանգների շնորհիվ։ Ուրեմն առաջինը իսկ այժմն է, որ մտնում ենք, օբյեկտը կարող ենք ընտրել, այս վերևում կարող ենք ընտրել, թե ինչ ձևի իրան կարանք ծռենք, կոպիտ ասած, ջարդենք ու տանք ձևավորում, միգուցե ձեզ ետ կգա, այսենց կարանք, կամ կարանք տեղը փոխենք, այսենց անենք, կարևոր չի, ես շատ հարմար է օրինակի համար դրոշակի մեջ ինչ-որ բան գրել է, այսենց էլի, կամ դրոշակը մի անգամից ծածանել է այս ձևով, Ctrl-Z, Մյուսը, աբալոչկա, երբ որ մենք կարանք այս երկրորդ գործիքի շնորհիվ իրան մի քիչ այսպես ձևավորում անենք, տանք տեքստին կամ ցանկացած օբյեկտին ինչ-որ ձևավորում, որը որ մեզ ավելի հարմար է, այսօր Ctrl-Z անենք, վերադառնանք սովորական ձևը, վիդյոն սա ոնց որ մի քիչ ավելի շատ նմանա 3D էֆեկտին, բայց իհարկե այդ գործողությունը չկա ստեղ, քանի որ մեր ծրագիրը ընդամենը 2D է, գունավորելով տարբեր գույների, մենք կարանք նկատենք, որ ինքը ունի մի քանի մասից բաղկացած ինչ-որ մասեր, ու այդ մասերը կարելի է կառավարել էլի այս վերևում, օրինակ ուղղությունը, թե ոնց կարա այդ եռաչափ էֆեկտը աշխատի այս վերևում իրան կարանք կառավարենք, այս փոքր խաչով կարանք իրան այսպես տարբեր կողմեր ձգենք, ստեղ կարանք տանք գույները էլի, օրինակ սենց, ու կարևոր չէ էլի հիմա, դուք մի քիչ կփորփրեք, կգտնեք ձեզ ավելի հարմար տարբերակ, ինձ թվում է, լուսավորություն կարեք դնեք, վերևից, կողքից, ներքևից, չգիտեմ, 1 լույս, 2 լույս, 3 լույս օրինակ, այսպես տեղերը փոխելով, թե կարաք բան անեք, հասկանաք, թե ոնց է լուսավորությունը փոխվում,
Սել հետևի մասից է։ Կարճ ասած, ես էլ լուսավորությունն է, եռաչափ նորից գործում է բոլոր օբյեկտների վերաբերյալ, կարելի է արդեն օգտագործել եռաչափ պատկերի արդեն գոյություն ունեցող ձևը ստեղ, բայց ավելի հեշտ կլինի դուք օգտվեք սրանով, որ հասկանաք դեպի որ կողմա ձգվում ձեր օբյեկտը։ Ստեղ մենք կարանք ուրեմն ես գործը սենց տարբեր տեսքով եռաչափ ձևով նայել, կարևոր չի հենց հիմա, ինքը մի քիչ մեծ է, կարելի է փոքրացնել էլի այդ բոլորը, 20-ի տեղը 12 գրենք, ահա, փոքրացավ։ Եվ այսպես շարունակ, ես էլ էֆեկտների մասին է, կարևոր չի հիմա այս էֆեկտը ինչի վրա կկիրառեմ, ավելի սիրուն էր, ոնց որ տառերի վրա կիրառել է և դրա համար որոշեցի ավելի շատ տառերին անդրադառնամ, ստեղ էլ կարելի է մենու ունենալ, գունավորենք էլի, ահա, նույն էֆեկտը ես անգամ արդեն կլորի վրա, քառակուսի վրա, ինչի վրա կուզեք կարճացած, հիմա ես պահին սենց ես սրան կարևորություն կարանք չտանք, թեթևակի ինչ-որ բաներ կարելի անել, բայց էլ եմ հիշացնում, ես ծրագիրը 3D ծրագիր չի, ինքը 2D ծրագիր է, դրա համար շատ մեծ տենց պրոյեկտներ չեք կարող օգտագործեք։ Ես էլ կար ուրեմ վերևը ուղղակի, երբ որ տալիս ենք շողք, հա, եկեք տեսեք տարբերենք, էլի, այս շողքը ու այն շողքը ինչ է, այսինքն այս շողքը, առաջի շողքը, ձենի, ուղղակի ձենի որ կա, այս շողքը որևէ օբյեկտի կար կամ ինչ ուզում է լինի, դրա շողքն է ցույց տալու, ստեղ շողքի վերաբերյալ կարանք մի քիչ ավելի բարձր գույն օգտագործել, ստեղ արդեն կարանք ունենանք շողքի, քանի որ մեր օբյեկտը գույն չունի, դրա համար ինքը մենակ վերցնում է, տեսեք, երբ որ գույնն ավելացեցի, ինքը գծերներ վերցրեց, մեջինն էլ, այն ժամանակ երբ որ գույն չուներ, մենակ գծերներ
անում, ուրեմն այս շողքը կարելի է նաև կառավարել այսպես, ցանկացած ձևի, ոնց որ մենք ուզենք, տալ իրան ինչ-որ մաքրություն ու լղոզել, նույնը եկեք կիրառենք տառերի վրա, մի հատ էլ գրենք, օրինակ այս անգամ գրենք հոմ, կարևոր չի, ինչ կգրենք, նույնը կիրառենք տառերի վրա, որպեսզի հասկանալի լինի, տառերի շողքերը, ստեղ կարակ թերթեք նայեք, թե ինչեր կա տառերի վերաբերյալ ավելի գեղեցիկ շողքեր, այսքանը կարանք էլի լղոզենք, իրան հաստացնենք, գույնը փոխենք, շողքի, կարանք նույնիսկ սպիտակ վերցնենք, այս սպիտակը բայց կերևա ավելի մուգ բաների վրա, եկեք օրինակ ստեղ դնեմ, տեսեք, այստեղ սպիտակ շող կա, ավելի շատ ոնց որ լուսավորություն լինի տակից, այս էլ է կիրառվում, փորձեք, տեսեք, ու երկրորդ շողքի վերաբերյալ, երբ որ մենք ունենք օբյեկտ, էլի կարևոր չի, ինչ օբյեկտ է, օգտագործում ենք վերջի շողքը, ստեղ արդեն ավելի հաստ ու ոնց որ հստակ շող կա, նման չի այն շողքին, որում նոր կիրառեցինք, ստեղ անցումային չի, ստեղ ինչ որ ավելի շատ հաստ ու կայուն շող կա, այս արդեն կարելի է անվանել ոչ թե շող, այլ նույնիսկ երևի 3D էֆեկտի ինչ-որ ձև, որը որ ստեղ կարելի է օգտագործել, հարց ասած օգտագործեք, տեսեք ոնց է, գույները կարակ փոխեք, ինչ այլոց, ու երևի այսքանը սրանց մասին, ու վերջում մի հատ էլ թափանցիկության մասին, բայց թափանցիկությունը եկեք թողենք մյուս բաներին, մյուս դասերին, քանի որ ինքը ունի էլի ինչ-որ ձևեր, որոնք որ կիրառելի է, այսքանը